ուրեմն ուզում եմ խոսել հոգևոր պատերազմից մի հատված։ Ինչ-որ մասին, որտեղ եթե մենք շատ ուզենանք խորանանք, ամիսները բավական չեն, տարիներ անգամ։ Բայց մինչև այդ ուզում եմ մի հոգևոր պատերազմի մի կարևոր ակտից խոսենք, հավատքից։ Տիրոջ խոսքը ասում է Հռոմեացիների 10:16-17 կարդամ, ասում է, բայց ոչ թե ամենք հնազանդ եղան ավետարանին, խոսում է ինչ-որ ժամանակ, որ ավետարանը խոսվեց իրենց ժամանակում, եւ վկայում է, որ ամենք հնազանդ չեղան ավետարանին, թեկուզ իրենց ժամանակում խոսվեց, վկայվեց, բայց չլսեցին։ Ոչ թե ամենք հնազանդ եղան ավետարանին, որտեղ Եսային ասում է, Տեր ով հավատաց մեր լուրին։ Իհարկե Եսայի մարգարեությունից է խոսում է, ասում է Տիրոջ բազուկում հայտնվեց։ Ասենք հետաքրքիր է։ Նախ Տերը խոսում է, խոսելուց հետո գալիս է հավատք, խոսողին էլ Տերն է ուղարկել, ուղարկում է, ասում է ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն։ Ուղարկող Աստծուց, խոսքը Աստծուց, խոսքը խոսում է, լսողը պետք է հավատա, բայց հետաքրքիր գաղտնիք է ասում, Եսային ասում է, ով հավատաց մեր լուրին և Տիրոջ բազուկը ում հայտնվեց։ Պետք է հավատաս, որ նոր Տիրոջ բազուկ նշանակում է Տիրոջ զորությունը, Տիրոջ օգնությունը, օրհնությունը, պետք է հավատան, որ ստանան, հայտնվի նրանց, սակայն ասում է, ոմանք չհավատացին, Եվ շարունակության մեջ ասում է 17-ում ասում է, ուրեմն հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Այսինքն այն խոսքը, որ Աստված ուղարկել է, եթե մեկը հավատում է, դա Աստծո վրա եղած հավատք է։ Շատ հավատքներ կան։ Աստծուն ընդունելի, Աստծո հավանած հավատքը սա է, որ իր խոսքին հավատան։ Իհարկե մենք գիտենք աշխարհում տարբեր հավատքներ կան, մանավանդ վերջերս որտեղ եկեղեցիներում էլ հայտնվեց, որ մարդիկ սկսեցին իրենց ցանկություններին հավատալ։ Սուտ վարդապետների առաջնորդությամբ ասեցին մենք հավատում ենք։ Մենք հավատում ենք։ Հա։ Որ ինչ ասենք կլինի։ Մեկը հավատում էր, որ ասի կարը ստանա, մյուսը մեքենա կունենա, մյուսը տուն կունենա, մեկ էս տանն համար ուրիշի տանը դավանում է, թե սա իմ տունն է, կլինի, բայց սա Աստծո հավատք չի։ Ես սրտի հավատքն է, իրենք ինչով են խաբում, որտեղ աղոթք են անում Աստծուն, որ կատարի, այդտեղ Աստծո հավատք չի, Աստծուն կանչում են որպես կատարող, ոչ թե իբր Աստծուն հավատացող են նրանք։ Եվ գիտեն, թե Աստվածը պետք է իրենց ցանկությունների համար ծառա լինի։ Երբեք Աստված Տեր է, ծառա չի։ Եվ հաճախակի այսպես խաբվում են դրա համար Պողոսը քանի տեղ ասում է ձեր անձերը ստուգեք, տեսեք Աստծո հավատքի մեջ եք։ Դուք ասեք, հա, բա հավատում եմ։ Ոչ թե Պողոսի ասածը սա է, թե Հելենայի քո մեջ հավատքի զգայարան կա, թե չէ։ Զգում ես հավատք, թե չէ, սա չի։ Այսինքն խոսքը սա է, դու Աստծո ասածին հավատում ես, թե չէ։ Քրիստոսին հավատում ես, թե չէ։ Ուրեմն շատ հավատքներ կան, որ կարող մարդու խաբեն, հավատքից հեռացնեն իրենց փուչ հիմքերով։ Ճշմարիտ հավատքի հիմքը Աստծո խոսքն է։ Եթե Աստծո խոսք չկա, ուրեմն ճշմարիտ հավատք չի, փրկարար հավատք, հավիտենական կյանքի հավատք չկա։ Ուրեմն մենք պետք է զգուշ լինենք, որ հավատանք եւ այսպեսի մի բան է ասում, որ երբ որ սովորեցնում են մարդկանց դավանի, իրական բաներ են, ասում մեկը ասում է գրպանս փող կա, բայց դատարկ է։ Մայրն էլ ասում է, ես այդտեղ եղել եմ այդ տան, ասում է, ես էլ հավատաց, թե կարող աշխատավարձ է ստացել, սա ինչ-որ տեղից աշխատել է, ասում է,
ասում պարտք ենք, մեր պարտքերը մանենք, ասաց, այ մեր, ես չունեմ ուղղակի դավանում եմ, որ լինի։ Ասում սառնարը բացում են դատարկ, այս ինչ լիքն է, շատ լավ է, լիքն է, հիվանդ ասում այս հիվանդ չեմ։ Մեկ էլ մի օր որոշում են եկեղեցում գործ անեն, խնդրում են, որ ամեն մեկ իր կողմից օգնություն բերի։ Ասենք, ով ինչքան կարա։ Ինչ-որ շինություն պետք է արվի, մեկը բերում է, ասում եմ, 1 միլիոն դրամ եմ բերել, 10 հատ 100,000-անոց։ Որ գցում է արկղը, տեսնում է թուղթ է։ Բացում է, տեսնում 10 հատ թղթեր է կդրած, գցել է արկղը։ Ինչ սուտ ես խոսում։ Չէ, դրանք 1 միլիոն դրամ է, 10 հատ 100,000-անոց է։ Վերջ որ վիճում են, հովին կանչում են։ Ասում են, ես մարդը խապում է, թուղթը գցել է արկղ, ասում է, 1 միլիոն դրամ եմ գցել։ Հովին ասում են, չես սուտ խոսում։ Բայց խիվ սուտ խոսում։ Ասում թուղթը, դու գցել ես, ասում ես, 10 հատ թուղթ ես գցել, դատարկ ասում ես 10 հատ 100,000-անոց է։ Ասում բա դու չէիր ասում, որ դաման եք, ինչին հավատակ, էդ ուրեմն ճիշտ է։ Հիվանդ ես, ասա հիվանդ չեմ, փող չունես, ասա հեսա փող եմ, ես էլ հավատում եմ 100,000-անոցներ են դրանք։ Դամանել եմ, գցել եմ թղթերը։ Հավատում եմ դրանք 1 միլիոն դրամ ա դե գցած։ Ես դավանում եմ, որ դե 1 միլիոն դրամ ա գցած։ Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն սկսեմ այն հատվածից, որ ասի հոգևոր պատերազմից մի հատված սա էլ է պատերազմ, ժողովուրդ ճիշտ է խնդում եք, ուրախանում եք, բայց որ լուրջ նայենք, որ ովքեր որ ենթարկվեն սուտ դավանություններին, մենք պարտված են չարից։ Մենք ասենք, չէ, սատանայի ամեն քայլերի մեջ ստություն գոյություն ունի։ Սուտ գիտություն, սուտ մարգարություն, սուտ վարդապետություն, սուտ դավանություն, սուտ հավատք, ամեն ինչի մեջ սուտ կա։ Եվ շատերի որ դուր է գալիս, որ շահ է խոստանում։ Մարդիկ, գիտեք ինչ հոգ են այդ ժամանակ ձեռք բերում։ Մարդիկ, երբ որ Աստծուն չեն հավատում, լսում են, որ թուղթ գիրանող կա, որ թուղթ գիրանի կհարստանաս, քո ղսմատը ասած կբացվի, հաջողություն կբացվի, գնում են, չեն ափսոսում մի քանի դրամի, որ տան թուղթը գիրանեն։ Նրանք չեն հասկանում, դա մեղք է, երկրորդն է սուտ է։ Հիմա մարդիկ այդ կախարդներին հավատալու, ասենց ասած, ձգտումով, ուզում են եկեղեցու մեջ իրենց այդ կախարդներին ուղղված հավատքի անունը դնեն Աստծո հավատք, չէ, դες չի լինի, որ ասում ես ստից դավանի կհարստանաս, ես էլ թուղթուգիրի նման մի բան է, դավանի, առողջ եմ, հիվանդ չեմ, հարուստ եմ, չգիտեմ ինչ եմ, գարաժում ես էլ մի հատ ամենաթանկ մեքենա կա, չգիտեմ ինչ, սուտ դավանի և կտեսնես իբր թե կլինի, սրանք է դավանում են ու մեկ էլ տեսնում ես այդ տեղերը ժողովները լծվում են, որտև դավանության կանչող կախարդները սովորեցնում են իբր հարստանալ, նրանք էլ փորձում են, գնանք, հլը փորձենք, դավանենք, հարստանանք, այդ առաջնորդես մեկ, համար առաջին առաջնորդը, որ Հայաստանում կան, այդ դավանության ուսմունքին ասում ավելի խորն է գնացած ու սովորեցնում է, Չայնցան քաղաք է գնում և սովորեցնում է հավատքով դավանել իբր, բայց դավանելը Աստծո խոսքը պետք է դավանես, Աստծո ասածը, ոչ թե քո ցանկությունը։ Եվ ասում է, այն բեմվերը, որ կանգնած է, ձեր եկեղեցու առաջ, որ որով եկել եմ, դավանությունով եմ ստացել։ Ասում է, ձեզանց ով կհավատա, որ հիմա դուրս կա իր մեքենան, դուրսը կանգնած կլինի, նոր մեքենան։ Ոչ մեկ ձեռ չի բարձրացնում, որ տենում եք չեք հավատում, բայց որ հավատակ կլինեք, այդ բեմեն ես հավատքով եմ ստացել։
ժողովրդի միջից մեկը կա, ճանաչում եմ դրան, ասում է եղբայր ջան, երևի քո հավաքություն դավանություն ուժեղ է, այդ մեքենան տուր ինձ, դու նորից դավանի։ Ասում եմ, ասած ժպիտա տալի, չի, անդրադառնա։ Այսինքն էս էլ է խաբեցում։ Մեզ թվում է թե սովորական բան է, բայց սա վտանգավոր ստություն է։ Մարդկանց այո դավանությունն են փոխում, հավաքն են փոխում, ձգտումներն են փոխում։ Մարդը պետք է ապաշխարի այդ ցանկություններից ուրիշի ապրանքին, ուրիշ ասում քո հարևանի ոչ մի բանին մի ցանկացի։ Դեն ասես սրտով ցանկացա դու արդեն այդ հարցի մեջ մեղանչած ես։ Ինչ հարցը հիմա ճիշտ է կնոջ վրա բերեց, ասես ով ցանկանալու նպատակով նայի մեկ կնոջ, նա իր սրտում շնացավ։ Հիմա կնոջ չի նայ ցանկացել է ուրիշի ապրանքին։ Սուրգիկ ասում մի շնացի, նա ասես մի ցանկացի։ Այն էլ այդ մեղքը գործես, տարբերություն չկա, բայց սա պատկերացնում եք որտեղ Աստծո եկեղեցին մտցել ու սարքեն են զորության իբր թե մի քայլ։ Բայց ստության կործանման սատանայի տված ուսմունքի գործ։ Դեր ձեզ օրհնի, բայց ուզում եմ հիմնականում կանգնենք մեկ հատվածի վրա եւ մեկ ուրիշ հատվածը շատ տեղեր կա պատերազմի մասին, հոգեոր պատերազմի մասին գրված, բայց ուզում եմ Մատթեոսի 13-ից կարդամ ձեզ համար։ Ասում է ուրեմն մի մարդ ինչ արեց իր արտում սերմ ցանեց, բարի սերմ ցանեց։ Եվ երբ որ բարի սերմը ցանեց, որոմների առակն եմ ասում, եւ ասում է բարի սերմը ցանեց եւ նմանեցնում է երկինքի արքայությունը այս պահին, այս նմանությունն է բերում։ Իր արտում բարի սերմ ցանեց 24-րդ խոսքից եմ կարդում։ Եվ ասում եմ մարդիկ քնելիս նրա թշնամին եկավ եւ ցոնի մեջ որոմ ցանեց եւ գնաց։ Հետաքրքիր է դերը այստեղ չի մեկնում, բայց պարզ է։ Մեկը ցանեց, բայց երբ որ մարդիկ քնեցին, այսինքն հասկացում է ցանողը հանձնեց մարդկանց գործը։ Մարդիկ էլ լուրջ չվերաբերվեցին այդ գործի մեջ, քնեցին։ Եվ թշնամին եկավ ասում ցորի մեջ որոմ ցանեց եւ գնաց։ Եվ երբ որ խոտը բուսեց եւ պտուղ տվեց, հասկի իրար նման է որոմի եւ ցորենի, մարդիկ այդքան են չեն զգում, որ սա որոմ է։ Ջրում են, ասենք պարտանյութ են տալիս, ինչ գործ որ անեն, ինչ խնամք որ տանեն, համ որոմի համար են տանում, համ ցորենի համար են տանում։ Ու չեն զգում։ Շատ ժամանակ մեկը տեսնում ես, որ այո, եկեղեցիներում Տերը այնպես է ասում, որ ցորենի կողքին որոմ ա եղել։ Ոչ մեկը թող գլուխ չգովա, ասի ես կարող եմ այնպես անել, որ իմ խմբի մեջ որոմ չլինի։ Մեկ տեսնես ամոթով կմնա։ Ու եթե եղավ, մենք տեսանք, չէ, որ եղան, հետո մարդիկ ասում, բանա ոչ չզգացիք, ոնց զգանք, իրար նման է։ Պտուղ տվեցին, պտուղով իմացանք, որ սա որոմի գործ է, որոմի պտուղ է, Տերը հենց տենցին ասում է, եւ ասում է, եւ խոտը բուսեց, ասիկ այդ բուսը, ասիկ ոնց են ասում, ցողը, որ դուրս եկավ, նայում են, ուրախանում են, առատ, արտը, բուսնել է, երբ որ ցողը դուրս եկավ, Տիրոջ խոսքը այստեղ ասում է խոտը բուսավ եւ պտուղ տվեց, եւ այն ժամանակ որոմներն էլ երևացին։ Տեսեք, երբ երևացին որոմները, երբ որ պտուղ է երևաց, առանց պտղի մարդիկ չեն զանազանում, ոչ մեկս էլ չենք կարող զանազանենք, հնարավոր է որոշ բաներից նկատենք, բայց կասենք սայթակում է, դե պետք է կրթվի, պետք է սովորի,
աճի, որպեսզի նորմալ հավատացյալ դառնա։ Բայց որոմը ինչքան ուզում է սովորեցրա, խնամք տալ, ջրի, պարտանյութ տուր, մեկը որոմը մնում է որոմ։ Եվ ասում է, ինչ արեց, որոմը երևաց։ Եվ տան տիրոջ ծառաներ մոտ գալով ասեցին նրան, թե միթե դու քո արտում բարի սերմ չցանեցիր, ապա ինչ տեղից են որոմները։ Նա էլ ասեց նրանց, թշնամի մարդ է արել այդ։ Ծառաներն էլ ասեցին նրան, հիմա կամենում ես, որ գնանք, քաղենք նրանց դուրս հանենք։ Նա էլ ասեց, ոչ, միգուցե որոմը քաղելիս ցորենն էլ նրա հետ պոկեք։ Թող տվեք, թող երկուսն միասին մեծանան, մինչև հունձքի եւ հունձքի ժամանակ հնձողներին կասեմ, առաջ որոմները քաղեցեք եւ նրանց խուրց կապեցեք այրելու, իսկ ցորենը ժողովեք իմ ամբարի մեջ։ Առայժմ այսքան, հետաքրքիր է, պատերազմ է սա, հոգևոր պատերազմ է։ Ասեք ինչ է երևում, որտեղ տիրոջ գործը, մեկնություն է սա կարդանս, բարի սերմ ցանողը մարդու որդին, ինքն իր համար է ասում։ Որտեղ որ Քրիստոսի գործ կա, այդտեղ հայտնվում է նաև չարը, իհարկե ոչ թե իբր տիրոջ զորության վրով կարող է անցնել եւ իր գործանել, որովհետեւ Տերը հանձնել է ծառաներին, մարդկանց, որպեսզի խնամք տանեն իր արտին, իր ցոնին, իր հոտին, ասենց ասած, եւ մարդիկ ինչ որտեղ այդ կարողությունը չունեն, որ զանազանեն։ Կամ ես բարձ ասում եմ, քնեցին։ Հիմա այդ հոգեորապես քնելը որներ Աստված գիտի, այդ պահի համար, բայց եկավ մի պահ, ասի քնած մարդը ինչ է նշանակում, չզգաց, չտեսավ, չնկատեց։ Եկավ պահ, որ սատանան աննկատ ձևով վերեց, որոմ ցանեց։ Եվ այն մարդիկ, ովքեր որ պետք է զգուշ լինեին, պահեին, պաշտպանեին, չնկատեցին, որ օտար սերմ ցանվեց իրենց այն արտի մեջ, իրենց տիրոջ արտի մեջ, որի վրա իրենք պետք է ուշադրություն դարձնեին։ Տերը տեսավ, բայց սպասեց, ասեց, մինչև աճ է միասին։ Մեկնությունը կարդը, որ ավելի պարզ լինի, տեսեք, ասում է, երբ որ նրանք տիրոջը հետ խոսեցին, լսեցին, եւ Տերը ուրիշ առակներ են իհարկե պատմեց, բայց ասում է, այն ժամանակ ժողովուրդը թողնելով եկան տուն, չմեկնեց, ուղղակի խոսեց։ Այստեղ շատ հետաքրքիր է, գիտեք, շատ ժամանակ Տերը խոսում է, մարդիկ կարծում են, թե հասկացան, դե պարզ էր էլի։ Բայց ասում է, եկան տուն, աշակերտները առանցին մոտեցան եւ նրան ասում մեկնիր մեզ որոմների առակը, արտի որոմների առակը։ Նա էլ պատասխան տվեց եւ ասում բարի սերմը ցանողը մարդի որդին է եւ արտը աշխարհքս է եւ բարի սերմը նրանք են որ արքայության որդիներն են որոմը չարի որդիներն են եւ ճշտամի որ նրանց սերմեց սատանան է եւ հունձքը աշխարհի վերջն է եւ հնձորները հրեշտակներն են Արդ ինչպես որ որոմները հավաքում են եւ կրակով այրում, այդպես է կլինի աշխարհի վերջում։ Մարդի որդին կուղարկի իր հեշտակներին եւ նրա արքայությունից կհավաքեն բոլոր գայթակղություն անողներին եւ անօրություն գործողներին եւ կգցեն նրանց կրակի փռան մեջ եւ այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտել։ Այն ժամանակ արթաները կծակեն, ինչպես արգակ իրենց հոր արքայությունը։ Ով լսելու ականջունի թող լսի։ Ուրեմն շատ ժամանակ ես sense բանել եմ ասում, որ հանկարծ ոմանց չարը չխափի, հնարավոր է մարդը եկել է եկեղեցի տարբեր նպատակով, մեկ եկել է բժշկության համար, մյուսը ինչ-որ ուրիշ դժվարություն ունի եկել է աղոթք անելու, շատ խորը չգիտի Աստծո ճանապարհը։ Այսինքն արքայության որդի չի դեռ, բայց չի նշանակում նա ուրեմն որոմ է, եթե արքայության որդի չի։ Ես ուզում ասեմ, անգամ որոմներին Աստված եթե հանգարտ որոմ որևէ որոմ կամերա ապաշխարի Աստված կօգնի, կօրհնի։ Մենք բոլորս ինչ ենք կորստյան մարդիկ ենք, կորուստ ենք գնում։ Մեկս փրկության մարդ չի եղել, հենց հաջողությունը նրանում է,
մարդու առաջին հաջողությունը սկսում է սրանից, երբ որ սկսում է հասկանալ, ճանաչել ինքն իրեն։ Այդտեղից է, որ ինքը արդեն փրկիչ է ման գալիս։ Այդտեղից է Քրիստոսի կարիքը զգում։ Եվ հենց առաջին ամենամեծ օգնողը մեզ Աստծո օրենքն է։ Որտեղ առանց օրենքի ասում մարդ չի կարող ինքն իր մեղքը ճանաչել, իրավունքն ու արդարությունը ճանաչել։ Եվ երբ որ մեզ ցույց է տալիս մեր վիճակը օրենքը, եւ նաեւ ցույց է տալիս Քրիստոսի վիճակը, որ դու մեղավոր ես, իսկ նա արդար է եւ փրկիչ։ Եվ դրա օրենքի համաձայն Քրիստոսը ներկայացված է, չէ՞, Տերը ասաց, ինչպես որ օրենքն ու մարգարեներն են իմ մասին պատմել։ Եվ օրենքը պատմել է, այո, Քրիստոսի արդար լինելու, փրկիչ լինելու մասին, եւ մարդը դառնում է Քրիստոսին։ Եվ ինչ եմ ուզում ասել, որ մարդը կարող է, այո, ամբողջ սրտով Քրիստոսին դառնալ, աղաղակել, ով ուզում է լինի, Աստված նրան փրկի եւ վերստին ծնունդ տա։ Այնպես չի, որ մեկը որում է, պետք է մնա նաեւ որում մինչեւ վերջ։ Բոլորս էլ անպետք ենք։ Ասում եմ, մահվան ենք դատապարտություններ, հավիտենական մահվան, բայց Տերը մեզ փոխեց, փրկեց։ Իսկ ոմանք, որ կարծանում են, այո, իրենց վիճակի մեջ աճում են մինչև պտուղ տալը, արդեն պետք է հնձվեն։ Չեմ կամենում, որ որևէ մեկս մեր չար սովորությունների մեջ, բնավորությունների մեջ մեծանա մինչև այն ժամանակ, որ արդեն պետք է հունձքը կատարվի։ Եվ Տերը հենց առակը, որ ասում է հրեշտակներն են հնձվորները, մենք հայտնությունը կարդում ենք, չէ՞, տեսնում ենք, որ հրեշտակներ կան, որոնց ձեռքը իհարկե հայերենում գրած է գերանդի, բայց ցորենի քաղելու գործիքը գերանդի չի, որտեղ գերանդիով չեն քաղում ցորենը, խոտն են քաղում։ Գերանդուրումը փոքր մի բան է, մանգաղի նման է, կարելի ասել մանգաղ հենց դրանով են քաղում, խուրձ անում։ Դրա համար ասում է այդ հրեշտակների ձեռքը Աստված տվել է, այո, խաղող գործիք եւ ժամանակին պետք է հրաման լինի, քաղեք։ Թե որոմները, թե ցորենը, ինչպես որ Տերը այստեղ էլ ասաց։ Ուրեմն մենք տեսնում ենք հոգեոր պատերազմը, առաջինը չարի հարձակումը եղավ այդ արտի վրա, իրոք ցանած տարածքի վրա։ Իհարկե շատ բաներ ուրիշ ժամանակ մենք խոսել ենք, այստեղ ցույց է տալիս, չէ՞ որ Տերն է թագավորի, երկնքի թագավորը, որտեղ ասում է մարդի որդին կուղարկի հրեշտակին իր արքայությունից գայթակղություն անողներին հավաքեն, կապեն, պահեն եւ հետո կգցեն կրակի փուռը եւ կայրվի։ Դրանց վրա չեմ ուզում հիմա խորանալ, բայց պատերազմը չարի, որ ձեր դեմ է։ Նախ ինքը ուզում է քո կողքին լինի մեկը, որը Աստծունը չի։ Հաղորդակցություն, ընկերություն, եկեղեցուց դուրս, որտեղ ինչ ասում, չի ասում արտը եկեղեցին է։ Եթե ուշադրություն դարձրեք, արտը աշխարհն է։ Այսինքն գուցե ոչ միայն եկեղեցում, այլ նաև դրսում դու ունես ընկերներ ունես, որոնք որոմ են, դու չզգաս, որ չարն է քեզ մոտեցրել։ Չարն է քեզ մոտեցրել, տարբեր ձևերով, գուցե մի հարուստ մարդ է, ֆինանսով քեզ օգնել է նեղության մեջ, այսինքն ամեն ինչ արել է, որ կողքիդ հայտնվի այն մարդը, որը քեզ պետք է գայթակղեցնի, որը քեզ պետք է տանի, տարբեր միջոցներով, իմաստությունով, լավ նկարիչ է, լավ երգիչ է, ամեն ձևի կարող է գայթակղեցնել։ Ավելի վատ, որ եկեղեցում է հենց այդ պատահում։ Եվ զարմանալից սա է, որ ասում է, եթե որոմը հանեք, ցորենն էլ հետը դուրս կգա։ Գիտեք ոնց, արմատներով իրար հետ կապված են։ Քախանարել եք, տեսեք, քաշում ես, մեկը դուրս հետը մի հատ պիտանի բան հանեց, եթե ուրիշ բան եք ցանել, ցորեն չէ։
որը խաղում ես դες ծորենի հետ փաթաթված էր։ Այսինքն սա ցույց է տալիս, որ այո, հնարավոր է հավատացյալ մարդը սերտ կապված լինի այդ որոմի հետ։ Անկամ այդ մարդուն դնելով հավատացյալի տեղ։ Եղել է եկեղեցում, որ հարցեր են եղել, մենք պարզ տեսենք, որ այս մարդը չի ապաշխարելու։ Աստծուն չի լսում, որտեղ բազում փորձեր, բազում խոսքեր ենք ասել Աստծուն, ինքը ոտնատակ է արել։ Բայց մենք շուտ չենք ուզեցել ինչ-որ պատիժ ներկայացնենք, թողնենք Աստծուն, որովհետև ընտանիքում կան հավատացյալներ։ Ընտանիքի սիրո համար մենք երկայնամիտ ենք եղել, որ գուցե ընտանիքի միջի հավատացյալները հասկանան, որ իր տան անդամը ուղիղ մարդ չի, որում է, թեկուզ իր ընտանիքի անդամն է, ուզում է ամուսին լինի, կին լինի, տղա լինի, աղջիկ լինի, ով ուզում է լինի, նա պետք է հասկանա եւ այստեղ է որ Տերն ասել, ով որ իր ամեն ինչ քեր չուրանա, ինձ արժանի չի։ Տարիներով համբերել ենք, տարիներով, որպեսզի ոչ մեկին չկորցնենք։ Եվ փառք Աստծուն, որ հետո մենք նայում ենք, որ իտոգում երբ որ պատիժ եղավ, այսպես եղավ, հետաքրքիր ձև եղավ, որ մենք ամեն ինչ անում ենք, որ մեզ վրա արուն չմնա, հայթակղություն չմնա։ Վերջում տեսնում ես, այդ անձնավորությունը ինքը չի գալիս եկեղեցի։ Մեկը եկավ ասեց, ես չեմ գալիս, հանկարծ չասեք, մենք ենք նրան հանել, ես եմ դուրս գալիս, ասիկ էդի լավ է, արունը քեզ վրա, բայց մենք էլ կհայտարարենք, չէ, դուք չասեք մենք ենք հանել, ես եմ դուրս գալիս, ասիկ դու ես դուրս գալիս, բայց Տերը ասում է, ես եմ առաջինը և վերջինը, Տերը սկսեց քայլ անել ավետանով, ինչ-որ պատճառով եկար, հիմա վերջին խոսքը մերն է տիրոջմով, որ մենք պետք է հայտարարենք, որ այս մարդը եկեղեցու անդամ չի։ Մենք հայտարարել ենք եկեղեցու անդամ ես։ Հիմա պետք է հայտարարենք, դու ես դուրս գալիս, բայց մենք պետք է քո կոչումը ասենք։ Եվ այնքան լավ հելա, որ ամենքը իրենք դուրս եկան։ Եվ մենք դրանց հետո հայտարարեցինք, որ եկեղեցու անդամ չես։ Այսինքն կարծես թե Տերը ճիշտ աշխարհի վերջ չեկա, որ խաղի հրեշտակով, բայց այնպես Տերը արեց, որ իր զավակները պատասխանատվություն չկրեն նրա արյան։ Իսկ մյուսները թեկուզ տեսնելով, որ անիրավ է տան անդամը, եղան իհարկե մարդիկ, որ բանի տեղ չդրի նրանց այդ չարությունը, այսինքն նրանց քայլերը, նրանց չլսեցին, մնացին եկեղեցու մոտիկ մարդիկ։ Իսկ ովքեր, որ Աստծո խոսքի ուշադրություն չդարձեցին, դուրս եկան։ Այո, Սատանան կարող է քեզ քո համար ընկերակցություն ստեղծել, որի պատճառով դու հնարավոր է գայթակղվես, դուրս գաս, Աստծո ճանապարհից սառես, թողես։ Պատերազմի քայլերից մեկն է, այդ չի որ թուրը թվանք վերջի Արցախի վրա կամ քեզ բանտ գցեն կամ էլ սպանեն։ Սատանան կարող է մեկին մարդ ուղարկել, ընկերուհի, ընկեր, հարևան, բարեկամ, որ քեզ հանի, նման բան եղել է։ Միտեղ չեմ ուզում տեղ ասեմ, շատերը գիտեն որտեղ է, ստե նստածներից չիմացողների ուշադրությունը չգրավում եմ այդ տեղի վրա, գալիս է ժողովի։ Երբ մի 6 ամիս կա, գալիս է ժողով լավ էլ ընթացք ուներ, մարդուկին գալիս էին։ Մեկ էլ եղավ, որ իր ընկերներից ասացին գնանք խոփան։ Եղբայր ջան, ուզում խոփան գնամ, գամ, ասի մի գնա, այս Աստծուց չի, այս կանչը, որ քեզ դե հավատքից կընկնես, չէ եղբայր ջան, գիրք եմ տանելու, երկարան եմ տանելու, եւ վերջը խոստումներ են տանում, իբր չեն թողի։ Գնաց, եկավ, քույրիկը մոտեցավ, ասում եղբայր, գիտես ինչ ասում։ Ասում է հավատքից դուրս արի, թող, եկեղեցուց դուրս արի, հավատքը թող։ Ոնց թե բա հավատացյալ էր, ասում է իր ընկերները, իր առաջից ով գիտի ինչ են խոսացել, տնազ են արել, անգամ ամոթանք են տվել, որ կնոջդ ինչ ես թողում գնա եւ այլ,
ինքը եկել է դրանց ազդված, ասում է հավատքը թող։ Անգամ 15 օր ժամանակ է ինձ տվել, որ 15 օր, մինչև 15 օր, 15 օրից հետո եթե դու մնացիր եկեղեցում, դու մնացիր հավատացյալ, ես քեզ սպանելու եմ իմ ձեռքով, ասեց։ Ասի մի վախեցի, ճիշտ է, լավ չի, որ ինքը այդպես դիրք ընդունել, բայց 15 օրը իր ժամանակն է, 15 օր հետո ինքը չի լինելու։ Ինքը իր համար ժամանակ վճռեց։ 15-րդ օր իր թաղումն էր։ Մենք էլ մասնակցել ենք։ Ցավալի է, բայց ինքը վճռեց։ Ճիշտ չի, որ համինքը կորեր, համել կինը, համել ընտանիքը, փառք ասում ես, որ ընտանիքը մեր մեջ է։ Համար Տերը ասում է, ով որ չուրանա իր ամեն ինչքը, այո, սատանան կարող է տարբեր ձևերով քեզ գցել ամոթի մեջ, վախի մեջ, պարտադիր չի քեզ ծեծեն, նոր կոչվի պատերազմ, դատեն, նոր կոչվի պատերազմ, սպանեն, նոր կոչվի պատերազմ։ Այո, չար ընկերակցություն է կողքիցդ հանում, որպեսզի քեզ բռնեն արմատով։ Բայց Տերը ինքան է սիրում, մեկ հավատացյալի անգամ չուզեցա կորցրի, ասես թողենք, թող միասին հասունանան։ Բայց ցավալն է, երբ որ որոմը դուրս է գալիս, ցորենները նրան հետ կապված իմ տղեն է, այնպես ասում է իմ քեռին է, այնպես ասում է իմ բարեկամն է, եւ հանուն այդ անդամի կարող է լինել այնտեղ, որտեղ ինքն է։ Ոչ թե հանուն Հիսուսի լինեն Հիսուսի հետ։ Մարդ վերջնական ընտրություն որոշում պետք է անի, որ Հիսուսի հետ մնա։ Եթե չէ, ամուսին լինի, կին լինի, մեկն ու մեկը, ում հետ դու կապված ես, նա քեզ դուրս կհանի։ Տերը ձեզ պահի։ Եվ մի հատված էլ կարդամ, կարճ հատվածը, երկրորդ Կորինթացիների 4 գլխից, 3-րդ խոսքից կարդամ, 4 գլխի 3-րդ խոսքի։ Իսկ թե մեր ավետան ծածկված է լինի, նա կորածների մեջ է ծածկված, որոնցում այս աշխարհի Աստվածը այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չծագի նրանց վրա։ Ուշացում դարձեք։ Ոչ թե սենսնեին փրկություն չկա, այլ ինչ ասում, անհավատների սրտերը կուրացրեց։ Մարդը կարող է այո, հավատալ, լուսավորվել, անհավատ չմնա, պարտադիր չի անունս հավատացյալ լինի, բայց եթե ես որևէ բանի չեմ հավատում, մեկը կար, դենց էլ դուրս եկավ, չնայած մինչև ինքը իրան հավատացյալ տեղ է դնում, բայց երբ որ Աստծո խոսքից մի դժվար իմաց բան էր լինում, ախպեր, ուղեղից մեջ չի տեղավորում ասմեր, գլխից մեջ չի տեղավորում, մի քան անգամ, ասենք ինձ թույլ տվեցի, ասեցի, ինչ է, դու կարծում ես քո գլուխը Աստծո գլխից մեծ է։ Ես քո փոքր գլխից մեջ Աստծո մեծ իմաստություն ուզում ես տեղավորի, շատ բաներ կա, մենք չենք հասկանում, բայց պետք է հավատանք, ընդունենք, որտեղ Աստված է ասել։ Ոչ թե գլխով մոտենանք, հավատքով մոտենանք։ Ուղեղից մեջ չի տեղավորում։ Լավ այլ։ Հաստատ ինչ ուղեղի քեզ թվում է Աստվածը քո գլխի չափ գլուխ ունի, քո խելքի չափով պետք է խոսա, որ քո ուղեղի մեջ տեղավորվի։ Սպասի, ասել եմ ձեզ նոր աջից մեկը կար, ասում է, որ մի անգամ շատ խիստ ջղայնացավ էր, շատ ուժեղ, բայց չնեղացավ, թեկուզ ինձանց տարիքով էր, որտև արդեն, որ ասում է, համը հանել է, ինչ-որ բան եմ ասում, չէ, հնարավոր չի, ոնց կարող լինի, ինչպես կարող լինի, Էլի դες նույն գլուխն է բերում, գլխի մեջ չի տեղավորում, այս ուրիշ է։ Ասեց, եղբայր ջան, դու ուր
ուրախ չես, բայց վերջո ես ուզում եմ ուղեղով հասկանամ։ Շատ բաներ կա, որ ես կամաց հասկացում, ասում, օրինակ ես հարության ասма չէի հավատում, որ մեռելների հարցում կա, գրած է, ես չէի հավատում, հետո մի հատ թերթում գիտնականները ասեցին, ապացուցված է, որ հարություն կա, հաստատ որ ասում է գրքում, չի հավատում, թերթում գրած է հավատաց, իր համար հաջողություն համարեց, 5 տարի չէի հավատում հարության, այդ թերթից հետո հավատացի, նայ քո տունը շինվի, 2 տարի էլ չեմ ամիշ թեմայի չէի հավատում, հետո հավատացի, ես էլ ասում համբերի մի քան տարի հետո երևի ես կհավատամ էլի, ասեցի ով է քեզ այդքան կյանք տվի, հազարավոր հարցեր կան, եթե մի հարցը քեզ հարցի համար 2 տարի, 3 տարի, 5 տարի ապետ, այդ հազարավոր տարիներով է քեզ նվիրելու այս երկրի վրա, որ դու վերջո դառնաս հավատացան նորմալ։ Քո համար էս գայթակղություն է, քո այդ գլխով մոտենալը, գլուխդ շատ փոքր է, Տերը ձեզ օրհնի, այո, շատ ժամանակ, այո, մեկ էլ տեսնում ես մարդիկ են ծնվում մեր կողքին կամ էլի թող մարդիկ կան, ես չեմ ասում անարգենք, առամարենք, վռնդենք, մի հատ քույրիկ կար Աբարանի կողմերը, ասես միլաս եղբայր ես պրծա, ասի ոնց ես պրծա, ասում մի հատ հարևանուհի ունենք, միշտ գալիս էր մեր տունը, նստում էր, խոսում էր, սրանց էր, բամփասում, ես էլ միաբանվում էի, իր հետ հետո խշմտանք է անում, Սուրբ Հոգին ինձ հանդիման մեր հասկանում է, որ մեղք եմ գործում, ինչ գործ ունեմ սրա հետ նստեմ, մեր մի հարևանություն, աղջկանց խոսամ, ասում եմ, որոշեցի էլ իր հետ չմիաբանվեմ, ասում եմ, ինքը որ խոսում է, ես ասում եմ, թո չասի էշա էլի, խոսում եմ, չեմ խոսում, չի դնում, չի գում, ասում եմ, գոնե Մենք խոսում ես ոչ մի բան չեմ խառնում, բայց հետո որ գնաց էլի հասկացա, բայց էլի ես մի բան հավանեցի իր ասածներն էլ ուրախ գնաց, որպես թե լավ բան արե, ասում այս անգամ էլ եկավ, հո խայտարակ չարի, հանի տրից վռնդեցի, գնաց, ասում այ քո տուն ավելի վատ բան ես արել, քան քո ըմները, ասի հա ինչի անպատվում, դու էլ ասել հարևան ջան, հարևանուհի ջան, արի ես քեզ ուրիշ բան խոսամ, աստծո խոսք խոսամ, այդ բաները մեղք են, բացատրել ինչի անպատվում ճամփամ։ Հիմա իմ ասած այդ չի որ տեսներ ես ձեզ հանդիպեն, դնեք անպատվեք ու այդ կնոջ նման ճամփեք։ Դու կարք, եթե աստծո խոսք խոսեցիք, ընդունողակ ընդունի, եթե չէ, էլ չի գա քո մոտ։ Տեսնես ինքն իրան գնաց, էլ չի գա քո հետ ընկերություն անի։ Դու ասա, մինգ իրա ջրերը։ Այո, դրա համար ասի, հոգևոր պատերազմից մի հատված, կարող քեզ հետ ընկերներ հանի, բայց հետաքրքիր է, կարդամ էլ տեսեք ինչ ասում է, կուրացել, որպեսզի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը չծագե նրանց վրա, որ աներևույթ Աստծո պատկերն է, Քրիստոսի համար է ասում, աներևույթ չերևացող Աստծո երևացող տեսքն է, որ մենք տեսնում ենք, պատկերն է, որովհետև մենք ոչ թե մեր անձերն ենք քարոզում, այլ Հիսուս Քրիստոսին եւ մեզ ձեզ ծառաներ, Հիսուսի համար, որովհետև Աստված, որ ասեց, թե խավարից լույս ծագե, ինքը, այսինքն հենց Քրիստոսի մասն է, մեր սրտերում ծագեց Աստծո փառքի գիտությանը լուսավորություն տալու համար։ Հիսուս Քրիստոսի դեմքում, այսինքն Հիսուս Քրիստոսի պատկերով, Հիսուս Քրիստոսի անձով Աստված լուսավորություն տվեց մեզ։ Դա Աստված չի թողում լուսավորություն, փառավոր ավետարան լուսավորություն ծաղկի մարդկանց սրտում։ Իսկ Հիսուսը մեզ եկել է որպեսզի այդ փառավոր ավետարան լուսավորությունը տա մեզ, մեր սրտերում ծաղկի։ Այսինքն սա է, որ չարը միշտ էդ անում, ասում է, խավարեցրեց, նրանց աչքերը կուրացրեց, որ չտեսնեն։ Բայց երբ է կուրանում մարդը, երբ որ սկսում է գիրք չկարդալ,
Աստծո խոսք չլսել։ Շատերը հավանում են, որպեսզի հրաշք նշան պատմվի, տեսնեն։ Հələ տենակ այս անգամ նոր մի հատ քույրիկ հայտնվել, գիտեք, իր ոտն էլ մանել է, ցավացել, հրաշքով բուժվել է, կայնի։ Եթե տեսնես 200,000 պրասմոտր։ Վարդի թերի ոտի ցավ անցել է։ Բայց Հիսուսը որ ով է 1000 մարդ հազվան է։ Ասում բեկա Հիսուսը չէ բուժեց վարդի թերի ոտը։ Հիսուսը բուժեց, թե դեղերը բուժեցին, ինքը ասում է Հիսուսն է բուժե։ Թե չի ցավացել, որտեղ ես տեսա մեկը մի ընտանիք կար նվիրված գալիս էին ժողովի։ Նվիրված գալիս էին ժողովի, ամուսինը անդադ գալում էր, ինքը պաշտոնավոր էր այդ ժամանակ, սովետի ժամանակ։ Գալիս էր ինձ սպառնում էր, որ իմ ընտանիքից գործ չունես, ինչ ես խոսում հետներ, ասում իրենք են գալիս, նայ, հեսա քո ընտանիքը կգան, այս ժամին ուղիղ գալու են իմ տունը։ Ես չեմ նրանց վռնդի, ես հարգում եմ, իմ քնի հաշվին անգամ ֆիզիկապես ինձ վնաս է։ Մինչև 1, 2, 3, 4 պատան մնում են իմ տունը։ Ես իրանց հարգում եմ, Աստծուն հարգում, դրա համար ընդունում եմ։ Ինքը տեսավ չէ, ինչ անում է, որ չեն լսում իրան կինը, երեխեքը չեն լսում, մի խորամանկության դիմեց։ Մեկ էլ ասաց հիվանդ եմ ու առանց ընտանիքի գնում է բժիշկների մոտ ստուգվելու։ Մեկ էլ եկավ ասեց բժիշկն ասել է դու ռակ ես, մեռնելու ես։ Հա։ Ընտանիք խառնվեցին ռակա մեռնելու այս այլ չի թրաշվեմ, թրաշս թողել է, վերջս իբր թե այդքան հուզված է, բանա չթա, մի ամիս, 2 ամիս sense գնաց, համբերությամբ գայթակղություն արեց։ Մեկ էլ մի օր եկավ, կինն էլ ուրախացավ, միլաց եղբայր, ամուսինս բժշկվել է, հրաշքով, ասում է Հիսուսին եմ տեսել, ասել դու առողջ ես, էլ հիվանդ չես, գնաց ես ստուգվել տեսի առողջ է։ Բայց ասում եմ հաստատ հիվանդ էր, հա, բամոս, նեղվում էր, գործի չեր եթեմ, չամ ինչ էր անում, մեկ էլ ասել մի օր էլ հայտարարեց, ոչ մի հոգևոր այդ գործ չի ունենում, ինքն ինչ հայտարարեց, stank էլ հավատում են, թե Հիսուսն արէ։ Հիսուսն ասեց բուժվար։ Մի օր էլ հայտարարեց, Հիսուս ասում է քեզ ես վարդապետական պարգև եմ տվել։ Ուրախացան, մի օր էլ ասեց հովի պարգև եմ տվել։ Ասես ես արդեն հովիվ եմ, վարդապետ եմ, եկեք գործ շուրեք, եկեք մեր տունը մենք ժողով կանենք։ Սկսեց ժողով անել, մի օր ինձ հրավիրեցին իրաց տուն։ Գնացի տեսա ընտանիքով, կնոջ ընկերուհիները, ծանոթ, հարևան, բան, հավաքվել են, էսել որպես հովիվ քարոզատան։ Ու ինչ ասի լավ է, ասում է Աստված ամենագետ չի, Աստված ամենուրեք չի, Աստված Սուրբ գրքին հակառակ խոսում է, բայց հովիվ է խոսում, հավատում են, ինչ սուտ խոսում է։ Իրանց հենց իր հայերս ասի, դուք չեք տեսնում, մեր աղբերը ձեզ խափում է։ Չէ, միլազ եղբայր, ինքը ճիշտ է ասում։ Ինքը ասում է, որ հրեշտակներն են իբր թե ասում խաբար տանում, ամեն ինչից դուրս տանում, հրեշտակները չնեն, Աստված չգիտի ինչ է կատարում։ Հրեշտակները տես ամեն ինչ երկրով մեկ, աշխարհով երկինքով մեկ, Աստված հրեշտակները սփռե, որ իմանա որտեղ ինչ է կատարում։ Մի օր էլ եկավ, ես էլ չգնացի, ինչ որ առիթ կա ստերանք, եկել էին, տեսա իրանք էլ են այդ արդի մեջ։ Մեկ դեռ հավաքել է, ինչ ասում, ասում տասնաբանյա սխալ է, Աստծու շիփր Մովսես խափել է ասել այս Աստվածը տղե։ Մարդիկ հավատացին, Աստծո հավատքը թողել են, գրվածքի հավատք չի, ստության հավատք է։ Շատ հեշտ, առանց ծեծելու, առանց ճնշելու, առանց որևէ բանի, ընտանիքին հանեց հավատքից։ Տերը ձեզ օրհնի։ Ուրեմն զգուշ կացեք չարընկերակցությունից, այո, որոմներից, եթե մեկը աստվածաշնչային հավատքից քեզ դուրս է հանում, ինքը Աստծուց չի։
Կամ էլ այն օրը միտեղ խոսում էի, անկեղծ եղբայրներին ճիշտ ասած, իրենց մասին բան չունեմ ասել, բայց որտեղ սխալ էին լսել, սխալ են հասկացել, ես էլ ասեմ ու վերջացնեմ, ասում եմ, երբ որ խափանողը կվերցվի, ի՞նչն է խափանողը։ Մեկը հովիվ մարդ է իհարկե, ասում է, բայց անկեղծ եղբայր էր, հետո որ բացատրեցի, սրտանց ընդունեց։ Ասում է, խափանողը մեզ ասել են մեր եկեղեցում, որ ես փոքր եմ էլի մեծացել եմ, միշտ այդ են ասել, որ Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին որ վերջավ, թե իբր թե եկեղեցին որ մկրտված է, եկեղեցին որ հափշտակվի, Սուրբ Հոգին դե իրանց մեջ է, իրանց հետ գնաց, այսինքն դառնա որտեղ հավատացա մենակ ընդե կա Սուրբ Հոգի, Սուրբ Հոգին դարձավ ոչ ամենուրեք էլի, դες սարքին, բայց չեն հասկանում սա։ Այմար Աստված ամենուրեք է, եկեղեցի չկար էլ, Սուրբ Հոգին ամեն տեղ էր։ Ոնց կլինի Սուրբ Հոգին բացակայի, ուրիշ բան ասես չորհնի, չգործի իրանց հետ, բայց Սուրբ Հոգին չի կարա բացակայի, ինքը ամենուրեք է, Աստված ամենուրեք է, Բենինը ասում է հայրը, այն բարելը Սուրբ Հոգի գրքում ասում է, հայրը երկնքում որդին երկնքում Սուրբ Հոգին աստեղ, կարծդ ընդե չի, իրան աղոթեք, ասում է, այսինքն հորն ու որդուն մի աղոթեք։ Մարդիկ հավատացել են այդ ստին, ոնց կլինի Աստված չլինի ամենուրեք, կամ Հիսուսը։ Ծափահարելով են, փառավորելով են Հայաստանից ճամփին գնաց։ Մեկ այդ անձնավորություն ասում է, թողի ասում է, ես այդ ժողովին եղել եմ, բայց չեմ հասկացել այդքան բան։ Ճիշտ ես ասում, այդպես բան էր ասում, բայց այդ պահին մենք չենք հասկանում, որ էսի, այսինքն որտեղ Սուրբ Գիրք չեն դնում համեմատեն։ Ուղեղները կամ իրաց հոգին վարժված չի ստուգելու, համեմատելու, արագ, որտեղ պարապած չեն, ժամանակն էլ չի երիքում իրանց։ Բայց մեկը որ վարժված է Աստծո խոսքով, վարկյաներ է պետք, որ ինքը որտեղ է գրած, գրած չի դες բան։ Դրել է Հիսուս Սարգսյանը իբր թե թեկուզ բերանով ասում Աստված է, բայց սահմանափակ Աստված է։ Այդտենց Աստված գոյություն չունի։ Սահմանափակ Աստված գոյություն չունի։ Դերը ձեզ պահին։ Ուրեմն ուշադիր եղեք այդ որոմներից, այսինքն սատանան կարա կողքիդ բերի իմ ասած նորից կրկնում եմ, ոչ թե նա պետք է անպատվել, անարգել, հակառակ խոսա թող ինքն էլ անհավատա դարձի գա։ Նա սիրտն է լուսավորվի ավետանի փառավոր ավետանի լույսով, բայց մինգի դրանց ջրերը ճիշտ են ասում, գիտես, բայց ոնց որ ճիշտ ասում, ոնց որ ճիշտ ասում, ոնց որ չկա։ Նա ճշմարտություն կա Սուրբ Գիրքն է։ Եթե Սուրբ Գրքի հետ չի բռնում, զգուշ եղիր։ Դες քեզ համար է ուղարկել սատանան, որպեսզի քեզ հավատք գցի։ Այսի պատերազմի են դժվար պահերից է։ Մարդկանց համար ավելի հեշտ է ծեծվեն, բանտարկվեն, սպանվեն, քան թե խորամանկ վարդապետություններով գան իրենց հոգին գողանան։